Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը կրկին եթերում է, այսօր հյուրընկալել ենք մեր լավ ընկերոջը, Ցոլակին Ակոպյան, Հայաքվե խորհրդի անդամ։ Կխոսենք բնականաբար ընտրություններ, որ կիզակետում ենք, ամեն օր հետևում ենք, փորձում ենք հասկանանք այս իշխանությունները այս բռնաճնշումների շրջանակներում ինչ ստեր են տարածում։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ Վահե ջան, միշտ ուրախ եմ իմ ընկերներին տեսնել ու նաև այս ֆորմատով ու վստահ եմ հետաքրքիր քննարկում կստացվի։ Օրինակ դուք գիտեմ, որ ամեն օր քարոզարշավի շրջանակներում այցելում եք մարզեր, ոնց է ժողովրդի տրամադրվածությունը։ Մենք ճիշտն ասած վիդեոռոլիկներով տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին մեկը կյանք ասում, մեկը փաթաթվում է, ելնում է դեպքեր, որ ասում են, որ հղիանալու խնդիր ունեն մեր ժողովուրդը, դիմում են էլի վարչապետին։ Հիմա օրինակ ձեր մասով էլի այն ինչը որ էկրանների այս կողմում է։ Այսօր էլ եթե ուշադիր եղեք, մեկը ասում էր ձեր բուկլետին սպետ չի, ձեր քարտեզի պետք չի, դուք եք պետք, դե հիմա սրացումներ ա գարուն է, հասկանալի է, մարդկանց մոտ կարա նման բաներ լինի, բայց սկսենք դրանից, այո, ամբողջ օրը մարզերում ենք, արդեն այցելել ենք Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ, Տավուշի մարզում ենք երեկ եւ այսօր, իրավիճակը սենց է։ Հասարակությունը միաժամանակ փոփոխություն է, միանշանակ փոփոխության է ուզում, մարդիկ պատրաստ են քվեարկել ընդդիմության ուժեղ Հայաստանին այս պարագայում մարդիկ ուզում են սրանից ազատվել, բայց մի խնդիր կա, որը իմ կարծիքով այս ընտրությունների sense հիմնական մեղն է, դա ահուսարսափն է, հատկապես մարզերում մեր հասարակության մեջ ահուսարսափը մտցրել։ Միանշանակ մարդիկ վախենում են, ակնհայտ մարդը տեսնում ես հեռավորության վրա կանգնած է, մոտենում խոսում ես, բուկլետ ես տալի, ասում է քո ցավը տանեմ, ես ձեր հետ եմ, ձեզ եմ քվեարկելու, բայց չեմ մոտենում բեմին։ Իսկական ակնհայտ վախի մթնոլորտ է, դա նկատվել է եւ Գորիսում, ու երևում է որ Գորիսում մարդիկ աշխատում են, լուրեր են, պատդ որ հենց անձամբ падգամավորներն են նստած տարածաշրջանի ԿՊ-ի զանգում վախեցնում, միջև դայակներ ընդունում անկապարտեզների, որ մասնակցեն իրենց միջոցառման ընդդիմության միջոցառման չգնան, սա իմ խորին համոզմամբ նախ եւ առաջ քրեական օրենսգրքի անպատասխան հոդվածի խախտում է, վարչական ռեսուրսի, ամբողջ օրը հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ բաներ է գցում, ինչ-որ միանպատ քարոզչական հնարքներ, բայց նույն ձև ոչ միայն ընտրակաշառք դա քրեական հանցագործություն, այլև վարչական ռեսուրսի կիրառումը, ուր է այդ հակակոռուպցիոն կոմիտեն չենք։ Ես հենց դրան էի ուզում անդրադառնալ, տեսեք, յուրաքանչյուր մարզում տվյալ մարզպետը արձակուրդը վերցրել է, դբրոց, մանգապարտեզ, հորքուրի թոր, սաղին հավաք եկել են, սրտիկներով ֆրֆռում են Նիկոլ Փաշինյանի հետևից, անգամ դեպքեր ա եղել, որ նկատել ենք մենք, ու պետք չի տենց խորը ուսումնասիրել, որ նույն մարդը նույն այդ բանով, կեպկով, սա Հայաստանով ֆռում է, նայում ես կապանցին, ասենք, չգիտեմ, լրիվ ուրիշ տեղ է հայտնվում։ Նույնիսկ եթե նկատեցի Վայ ջան, ինքը մի օր վառեցել, ասեց ես որի օր դեպքա քեզ եմ տենում ես։ Դու քանի անգամ ինքը ոնց որ նկատում է, չէ՞։ Այսինքն այն վարչական ռեսուրսը, որ ինքը օգտագործում է, այն բռնաճնշումները որ կա, արդեն ստեղծում է անհավասարություն, չէ՞։ Այսինքն մրցակցությունը լրիվ գալիս է միակողմանի այն սկզբունքով, որ օրենքը մենակ ընդդիմադիրների համար է, ընտրակաշառքը մենակ ընդդիմադիրների մոտ, այն էլ չբացահայտված ընտրակաշառքը որն է, մեկը մյուսին կոշիկ է խոստանում, ասում են, գիտեք ինչ կա, հեսա օրենսգրքի խախտում է, ինքը բոլոր քաղաքացիներին ինչ է խաբում, ասում է դուք ավելի լավ եք ապրելու, հեսա գերիները վերադառնալու են, խաղաղություն է լինելու, սոցիալական ծրագրեր է իրագործում, թոշակները բարձրացրել է, որը որ հենց գլոբալ առումով ինքը ընտրակաշառք է, չէ։ Վահե ջան, ինքը մեր հաշվին, իմ քո եւ մյուս քաղաքացիների հաշվին քարոզարշավ անցկացնում։ Մեր գրպանից, սիրելի հայրենիք։ Բոլորս երկար տարիներ քաղաքական գործընթացների մեջ ենք, մասնակից ենք եղել շատ ու շատ ընտրությունների, աշխատանքներ են կազմակերպել։ Ես երբևիցե չեմ տեսել որևէ իշխանություն, նախկին իշխանությունների օրոքներ, որպեսզի մարդիկ հարյուրավոր ոստիկաններով գնան վարչական ռեսուրս օգտագործով գնան քարոզարշավ։ Այսինքն ինչ է նշանակում, դու քարոզարշավ ես անում, դու ուզում ես ընտրվես իմ վճարիմ հարկատուից հաշվին, սա ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է, որ որևիցե նախագահի օրոք, որևիցե երկրի ղեկավարի օրոք մենք չենք տեսել։ Այս աբսուրդ է, այս թատրոն է, որը ինքը գծել է, ու ես ցավում եմ, որ հասարակության մեջ ճիշտ է փոքր, բայց փոքր թվով մարդիկ միջեմը հավատում են։ Ես սիրելի քաղաքացիներ մի հատ ընդհանրապես մի բան եմ խորհուրդ տալի, բացեք 21 թվականի այս մարդիկ այս նախընտրական ծրագիրը ու կառավարության ծրագիրը կարդացեք, վերցեք գրիչը ու պլյուս մինուս դրեք, քանից տար է։ Կտեսնեք, որ 90%-ը լրիվ հակառակն է, այդքանից հետո գնալ այս մարդուն ընտրել, հավատալ այս մարդուն, կներեք, չգիտեմ էլ ինչ։ Դե, հա, ու մենք անգամ վերլուծել ենք 18 թվականի խոստումներից գեթ մեկը չի իրագործվել։ Արագաչափը իրենց տեղում են,
այն թալանչիները, որ պետքա բռնվեին, չկան, փաստացի գոյություն չունեն։ Մնացել է մի քանի հոգի, այն էլ գնաց է մատի փաթաթանա սարքե մենք վերադարձրել ենք, չգիտեմ, մի 20 քառակուսի միտը մի հատ հող օտարել են կամ վերցրել են, պետականացրել են, ասում են մենք դա վերադարձրեցինք։ Եղբայր, դու 15 միլիարդ արտաքին պարտք ես ստեղծել մեր վզին։ Յուրաքանչյուր նորածին երեխա 1 միլիոն դրամ պարտք ունի արդեն։ Դու նախորդ 30 տարիների ընթացքում մեր նախագահները ստեղծել են բանակ, Արցախն են ազատագրել 7 միլիարդ պարտքով դու վերցրել ես, զավթել ես իշխանությունը 18 թվականին, ամեն տարի 1 միլիարդ դոլարով ավելացել է, 12000 քառակուսի պակասել է, 5000 մեր լույս տղեկը պակասել են, 10000 վիրավորներ, էլի տարածքային կորուստներ օկուպացված ունենք Սյունիքում։ Վնալը մեր վզին է, քո վերցած գումարը մեր։ Հիմա բա որ դու այդ գումարները վերցրել ես, դու գնում ես խաղաղության։ Որտեղ է այդ քո խաղաղությունը, որ թղթի վրա ամրագրված, երբ Ալիևը ասում է, որ Սևանը Գյոյչա է, Երևանը Երևանը, կամ ոնց կարելի է, ասենք, երբ մենք լսում ենք Էրդողանին եւ Ալիևին, հասկանում ենք, որ խաղաղության մասին չի իրանց խոսքը։ Վայ ջան, իր ասած նախաստորագրումից հետո, Գոսոսի 8-ից հետո, հիշում ենք Ակադեմիայում Ալիևի ելույթը Ադրբեջանի գիտության ազգային ակադեմիայում, հստակ մարդը ասում է, այո, մենք գնալու ենք Արևմտյան Ադրբեջան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այսինքն ինչ անշում խաղաղություն ստորագրող, խաղաղություն ուզող մարդը նման հայտարարություն կան, չգիտեմ, էլի, ես նորից եմ ասում, եթե ուզում եք ունենանք հայրենիք, սիրելի քաղաքացիներ, սիրելի մեր հայազգ, պետք է միանշանակ առանց երկմտելու գնալ ու այս մարդկանց մերժել։ Սա է մեր հայրենիք ունենալու միակ գրավականը։ Ես չէի ցանկանա սա ասել, բայց սա է ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում։ Այս մարդը, եթե նորից ընտրվի, նշանակում է ինքը լրիվ կապերը բացաթողելու, ինչպես այսօր բացարձակ թքած ունի օրենքների վրա, սահմանության վրա, ել ավելի բիրտ ուժ։ Հայաստանը վերածվելու է Ադրբեջանից ավելի ուժեղ սուլթանական պետության, բռնատիրության, որի դեմն առնել էլ չի լինելու։ Խնդրում եմ համախմբված մասնակցեն կտրությունների կարևոր հանգամանքը մասնակցությունն է, համոզված եղեք ինչքան բարձր մասնակցություն, այդքան մոտ Նիկոլ Փաշինյանի տապալումը։ Հետո մեր հայրենակիցներին պետք է նաև իրազեկենք այն մասով, որ մեծ մասնակցությունը քանակային առումով Նիկոլ Փաշինյանին թույլատնում է, այսինքն այն քաղաքացիները, ովքեր որ հույսները կտրել են, դե մեր ձայնը ոչ մի բան չի փոխելու, այդ թեզերը էլ չի աշխատում նրա համար, որտեղ Նիկոլ Փաշինյանը հենց այդ թեզերով էլ սնում է։ Աջան ուշադրություն դարձուց քաղաքացիներս 2-3 օրն եմ նկատել, միջին մակարդակով իրենց քարոզիչները քաղաքացուն հարցնում են, կողմնորոշվել եք ու մեկ ընտրելու, եթե տեսնում են հույս չկա այդ քաղաքացուց, ասում են դե չէ կողմնորոշում մի մասնակցեք։ Իրանք ակնհայտ չմասնակցության քարոզ են իմանում, որի դեմը պետք է առնել։ Ու մեր սիրելի ընդդիմադիրները բոլորը պետք է մեկ առ մեկ մեր քաղաքացիների հետ, քանի որ արդեն քարոզարշավը հիմնական այդ բանը փուլումը պետք է աշխատել յուրաքանչյուր քաղաքացու հետ, ոնց է չէ Նիկոլ Փաշինյանը կապիկություն անում, ասում է եւ այդ մեկը դու ես եւ այդ մեկը դու ես։ Հիմա նույնը մենք կարող ենք հակադարձել նման կերպ։ Եվ այդ մեկը դու ես, որ պետք է բերես փոփոխություն, եւ այդ մեկը դու ես, որ պետք է բերես փոփոխություն ու հեռացնես Նիկոլին։ Նիկոլին հեռացնողը 3 միլիոն վարչապետերից յուրաքանչյուրս ենք, ովքեր որ պետք է գնանք մեր քվեով, ցույց տանք, որ մենք սիրում ենք մեր երկիրը, մեր պետությունը, մեր հայրենիքը, ու մենք իրապես խաղաղություն ենք ուզում, ոչ թե Էրդողանի, Ալիևի կամակատար Նիկոլի խաղաղությունը, այլ այն խաղաղությունը, որը որ մենք ունեցել ենք անկախությունից ի վեր, այսինքն այդ խաղաղությունը մենք ունեցել ենք։ Համաձայն եմ լրիվ միանշանակ, բայց մի բանի հետևից մի բան էլ հստակ մտնենք, էլի, այս մարդը պատրաստ է ամեն ինչի։ Նույնիսկ չընտրվելու պարագայում ինքը պատրաստ է, բաշխում են հանձնի։ Չընտրվելու պարագայում ինքը պատրաստ է ամեն գնով իշխանությունը պահել, կեղծի ամեն ինչ անի, դրա համար ոչ միայն պետք է գնալ ընտրել, այլ նաև պետք է պատրաստ լինել սեփական քվեն պահելու։ Հունիսի 7-ից հետո հունիսի 8-ա գալու, ինքը հեշտ չի հանձնելու իշխանությունը։ Իսկ մենք պետք է քվեարկենք ու տեր կանգնենք մեր քվեարկածից։ Սա է լինելու միակ գրավականը։ Ինչ տեսակ որ Նիկոլ Փաշինյանն է, որ պատրաստ էր մահանալու հանրապետության հրապարակում, դա ինքն էր չէ ասում, որ կամ վարչապետ կլինեմ ես, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա։ Հիմա այս մարդը պատրաստ է որ չլինի Հայաստանի Հանրապետություն, եթե ինքը վարչապետ չի լինելու։ Այս սկզբունքով եթե նայում ենք, լավ, հայրենակիցներ ջան, կարաք դուք ինչ որ մի քաղաքական ուժի չսիրեք կամ քաղաքական գործ չի կամ իրենց անցած ճանապարհը, բայց լայն տեսականի ունենք այսպես կոչված տարբեր բնակավարներից ունենք տեխնացուներ, չէ՞, տարբեր կուսակցություններ ու դաշինքներ։ Լավ,
մեկը չի սիրում այս դաշինքին, այն մյուս դաշինքին ընտրեք, բայց կարևորը Նիկոլ Փաշինյանին դեմ ընտրեք։ Մեզ պետքա փոփոխություն, ու այդ փոփոխությունը ոչ միայն ուժեղ Հայաստանի ցանկությունն, այլ ամբողջ հայ ազգի։ Բայց մեկ այլ ծայրահեղության մեջ չընկնենք, համաձայն եմ ձեր հետ, որ պետքա ընտրել տեսականից, բայց նաև հաշվի առնենք, որ նաև ձայները փոշիացման երևույթի Արբանյակների մասին չենք խոսում, չէ, ես դոմինանտ չէ, բացի արբանյակներից, նաև փոշիացման խնդիր մենք ունենք, էլի, ես առաջարկում եմ նաև ընտրելուց նաև կողմնորոշվել, որ ընդդիմադիր ուժին ենք ձայնել տալի, որը հավանական է, որ հաղթելու է ընտրությունը։ Գոնե այն ընդդիմադիրները, որ անցողիկ շանը հաղթահարելու են, ու նկատի ունեցեք նաև այդ արբանյակները, օրինակ Արամ Զավենի Սարգսյանին ընտրողները նույն Նիկոլ Փաշինյանին, հա, էլի մարդիկ կան անմեղության կանխավարկած քաղաքական կանոններ չտանք, բայց էլի անները շրջանառվում։ Դե ինքը բացի է բացա, չէ, պնդում, որ ասենք աղբորը որ ուրացել է, ինչ իր մասին պետք է չի ինչ որ մի բան քննարկել։ Հիմա տեսեք, եկանք հասանք մի հանգրվանի, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ արտաբերում է ինչ որ մի բաներ, որ նորմալ մարդու արտաբերելու ախր ոնց կարելի է, մարդը եթե գիժ չի, ուրեմն ինչ որ մի հատ խնդիր ունի հոգեկան։ Տեսեք, ինքը ասում է, որ Արցախը մեր ամենամեծ սխալն էր, Արցախյան ազատագրումը, չէ՞։ Բա Նիկոլ Փաշինյան, Արցախը Հայաստանը եւ վերջ, մենք ենք ասում, թե դու։ Մենք ասում ենք, որ Արցախը պետքա լիներ անկախ, ինքնիշխան, չէ, ոնց որ բանակցվում էր։ Հիմա դու որ Արցախը ուրացել ես, հանձնել ես, ու դա քո թիմակիցներից քանիսն է գնացել Արցախի ազատագրմանը, պայքարել, մասնակցել, չէ։ Եվ տղեն մասնակցել։ Հա, դե Աշոտիկը, գիտես չէ՞ պատմությունը, որ չէր ուզում Ջաբրայելը հանձներ։ Մեր Լուիս տղեկից 200 եւ ավել, ոնց որ իրենք են ասում օթում կախված լուրերը զոհվել են, որ Աշոտիկին բերեն, կամ իր կինը Էրատոն գնացել է պայքարում էր Արցախի։ Չենք լսում դրա հերքումը, եթե չի եղել նման բան, չենք տեսնում նման, այսինքն իրանք որ ինչ որ մի բան լինում է հերքելու, արագ գտնում են այդ թղթերը, փաստաթղթերը եւ այլն, չէ՞։ Բալա, որ Արցախը մերը չէր։ Մենք բնականաբար Արցախը համարում ենք մերը, որովհետեւ մեր հայրենիքն է։ Ես ինքս Արցախում չեմ ծնվել, բայց ծառայել եմ Արցախում ու համարել եմ իմը, որովհետեւ նույն անին մերն է, Վանը մերն է, ասում է դե հո դուք չեք Թուրքիային ներկայացում եք, բայց մենք գիտենք չէ որ դա մերն է։ Հիմա որ Արարատը այս պահին մեր տարածքում չի, դա նշանակում է որ մերը չի։ Արարատը ուրացի, Արագածը սիրի, այդ նույն Նիկոլի թեզերով, բա որ Արագածը հանձնի, հետո էլ ասի արա լեռը սիրի, ինչ են անելու։ Պետություն պետք է ունենա իդեալ, երազանք։ Մենք երբ որ ասում ենք, որ Արարատը մերն է, հայկականը, դա չի շուտ մենք վաղը գնում ենք Արարատը վերցնենք, կպցնենք Հայաստան։ Դա միանշանակ է, դրա մասին ոնց որ հիմա հույնին փորձես բացատրել, որ ինքը համակերպել որ Կիպրոսը իրենը չի, Կիպրոսը ունական չի, կարա տես բան լինի, բացառում է։ Այսինքն, եթե մենք այդ երազանքից մեզ զրկենք, մեր պատմությունից մեզ զրկենք, վաղը էս իր ասած էս որ խփում է բրոշկա մանագալի, այս Հայաստանի փոքր մասը չի նույն ցավոք սրտի, այսինքն միանշանակ չպետք է այս թեզերի հետևից գնալ, ես նաև ասենց ասեմ, ընդհանրապես աշխատում իր մասին քիչ խոսել, որովհետև հասարակությանը ճիշտը մեր ծրագրերը, մեր գաղափարները ներկայացնելն է, ինչքան իրանից ենք խոսում, իր օրակարգ ենք մտնում, պետք է ընդհանրապես իրան անտեսել։ Իր հետ արդեն ամեն ինչ պարզ է, այս մարդը թուրքի կամակատար է, մի թուրք էլ ինքն է։ Այդ Յան ազգանունը Աշոտյանը շատ լավ էր ասում, որ ինքը ընդամենը դրանից է սնվում, պետք չի իրան այդ ատելությունից է սնվում, իհարկե մեր իրար հանդեպ այդ ատելություն չէ, սևերի սպիտակների բաժանում եղավ հիմա նախկիների եւ ներկաների եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանին դնում ենք մի կողմ ու գալիս ենք մեր հայրենիքը, այս պատմական դարաշրջաններ ենք էլի ունեցել, այդքան հաղթանակներ ենք ունեցել։ Հիմա մենք վերցնենք Տիգրան Մեծի ծովից Հայաստանը թողնենք, ասենք դե ախպեր հիմա մերը չի, փաստացի Վանալիշն էլ մերը չի կամ բան։ Բա եթե մենք այդ հանենք, հիմա Ցոլակ ջան, սենց իմ մոտ էլ է էլի հարց առաջանում, ասում լավ։ Հիմա եթե մենք հայ գաղափարախոսությունը հիմնականում պայքարն է, չէ՞։ Այսինքն մենք 3 անգամ ստեղծել ենք հանրապետություն պայքարելով, նաև պատերազմներով, ցավոք սրտի։ Հիմա եթե մենք այդ պայքարը մեր մեջից հանում ենք, մեր կրոնը եկեղեցին սրբությունները հանում ենք, ընտանիք պետություն գաղափարախոսությունը հանում ենք, ինչպես Նժդեհյան գաղափարախոսությունն է։ Ախպեր տակ ինչ համանում։ Բա ինչի համար ենք մենք պայքարում, լավ։ Մենք ապրում ենք մենք, հա, որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պատկերացնում ենք մեր պապերին եւ թորներին, չէ՞, այն հաջորդականություն, այսինքն մենք ժառանգել ենք այս պետությունը, պետքա փոխանցենք այս պետությունը, որը ունենք։ Դու վերցրել ես Արցախով 12000 քառակուսի եւ 29000 քառակուսի, հիմա վերցրել ես մի հատ փոքր բրոշկա, որը իդեպ ցավալին գիտես որն է, որ անգամ կոնֆետի տեսքով ունեն ու ուտում են։ Ոնց կարաս վերցնես քո քարտեզը ուտես։ Ոնց որ կերար Արցախը, տենց Հայաստանն է ուտելու։ 18 թվականին մոռացել եք, որ երկրի ղեկավարներին
Հայաստանի դրոշով նասկեր նվիրում։ Հա, ասենք էդ էլ է, էլի խայտարակություն ոնց կարելի է։ Կամ այն բռնաճնշումները, որ դուք տեսնում եք, ժողովուրդը չի կարող խոսա, այն քարոզարշավի ընթացքում մեկին հարցնում են, եթե չեմ սխալվում, ուժեղ Հայաստանի քարոզարշավի շրջանակներում էր, ասում է, ես ձեր հետ եմ, բայց այն մեր մյուս հայրենակից ասում է բուդկա ուներ միացտե, ասեց ձեր հետ եմ, վիդեոով նայել են, գնաց է բուդկեն փակել են։ Ոնց կարելի է այտենց։ Այդքան ստորություն ձեզ որտեղից, լավ, դուք կարմիր գիծ չունեք, զոհվածի ծնողներին եռաբլուրում ծեծում եք։ Հղի կնոջը Սոնա Մնացականյանին գցեցիք ավտոյտակ սպանեցիք։ Ու մի հատ է չկանգնեցիք, տեսեք ինչ է եղել, դա անբարոյականություն։ Անկամ այդ մարդասիրական էլի այն մինիմալ բան կա, որ անգամ պատահականության սկզբունքով ինչ որ մի բան է լինում, գոնե իջնում է, հասկանում է ինչ անի։ Ոստեղ գրքերից մեկում կարդացել եմ, ասում է այնքան էական չի, ինչ սխալ ես գործել, այնքան էականը ինչ ես անում այդ սխալից հետո։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հերիք չի ընդունում, որ ինքը ինչ-որ բան սխալ է արել։ Մի հատ էլ չի ուզում դրանից հետո այդ ամեն ինչը ուղղի։ Արի Նիկոլ Փաշինյանը մի բախ թողենք։ Հա, դրել էինք մի մենք գանք մի հատ 10-20 թվականից հետո իրադարձություններ էլի, ես ինչ եմ կոչ անում։ Հետպատերազմյան Հայաստան։ Հարգելի քաղաքացիներ, 18 թվականին կարային շատերը սխալվեին։ Բայց 20 թվականից հետո բացարձակ այս մարդուն հավատալ, ինձ թվում է չպետք է։ Ես ինչից եմ ավելի շատ ցավում, այն որ ինքը իմ համար գոյություն չունի, փաստ է, բայց այն որ այսօր ունենք մենք դպրոցում ուսուցիչներ, որոնք իրենց թերադրած պատմությունն են դասավանդում։ Այդտեղ է մեր ամենամեծ բացթողումը, այդտեղ է մեր ամենամեծ խնդիրը, որ մեր հասարակության մեջ կա մարդիկ, համալսարանում կա դասախոս, որը ինձ դասավանդել է, որ Արցախը մերն է, Արցախը հայկական, Արցախ պետք է պահենք, եթերով այսօր անամոթաբար խոսում է, որ այո, Արցախը Ադրբեջանի մաս է, տարածքային ամբողջական, սա այստեղ ենք մենք թերացել։ Մեծագույն մեր խնդիրը դա է եղել, այ դրա համար ես մշտապես ասում եմ, տա Աստված լինի իշխանափոխությունը ու վստահ եմ լինելու է այդ իշխանափոխությունը, առաջի մեր գործը պետք է կրթական բարեփոխումն է։ Կրթությունը պետք է լինի մեր ամենահիմնականը, կրթություն ու մնացածը, սա իմ անձնական կարծիքն է, մենք սրա վրա մեծ ուշադրություն պետք է դու կրթական ոլորտում պրոֆեսիոնալ ես, բոլորը գիտեն։ Հիմա տեսեք, եթե մենք հիմիկվանից փոքր տարիքից երեխաներին, ինչու՞ չէ, մինչև համալսարան հասնելը պետք է ինքը իմանա Հայաստանի պատմությունը, ոչ թե այս իրական Հայաստանի պատմությունը, որ 18 թվականից է սկսում, այլ ամբողջական մեր հայերի պայքարի էությունը ինչի մասին է։ Հայերի պայքարի էությունը, սիրելի հայրենակիցներ, եւ վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք, որ մենք պահպանել ենք մեր քրիստոնեությունը, մեզ 1.5 միլիոն ցեղասպանել են, որպեսզի մենք դավանանք, փոխենք, դառնանք մահմեդական, մեր հղի կանայք իրանց ձորերից գցել են, որ չտիրանան իրանց թուրքերը, ու մենք մագաղաթներով, եկեղեցականներով մեր գիրն ու գրականությունը հասցրել ենք մեր օրեր։ Հիմա այդ ամեն ինչը լավ, ոնց կարող ենք ուրանանք։ Այդ կրթությունը մեզ եկեղեցու սկսած տվել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, ասում է եկեղեցին, չգիտեմ, կան մարդիկ անձնավորում է։ Իդեպ մեր համագյուղացիների հետ որ շփվում եմ ու մարզերի բնակիչների, ասում են ինքը եկեղեցու դեմ չի պայքարում, բա ում դեմ է պայքարում։ Լավ, ասենք, բա ոնց կարելի է, եթե ինքը պայմանականորեն կաթողիկոսի դեմ է պայքարում։ Կաթողիկոսը ընտրված լեգիտիմ կաթողիկոսը չի մեր եկեղեցու։ Ոնց կարելի է, էլի ասենք, այդ մարդկանց պետք է ընդհանրապես մի հատ հարց տա, ասել, եղբայր, ցավը տանը, մի հատ արի հիշենք, երբ սկսեց հարցակումը եկեղեցու վրա։ Երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը Արցախի հետ կապված խնդրի շուրջ միջազգային հարթակում հարցը բարձրացրեց։ Այո, հետո պատարակ հարցակում, այսինքն այսօր ակնհայտ կաթողիկոսին փոխելը իր քաղաքական նպատակը է հետապնդում։ Դրա համար մենք փառք Աստծո մեր ժողովուրդը կանգնեց, պաշտպանեց եկեղեցին, պաշտպանեց մեր կաթողիկոսին, ու վստահ եմ միջև վերջ պաշտպանելու է, որովհետև եթե հանկարծ Աստված մի արածես սրան հաջողվեր հասնել կաթողիկոսի փոփոխության, ինքը դրանով հարց է լուծում։ Արցախի եւ ցեղասպանության հարցը հանում էր միջազգային քննարկումներից։ Այս ամբողջ կռիվը պատվերը դա է, իր թուրք եղբայրներից, ադրբեջանցի եղբայրից ստացել է պատվեր, այս մնացել են հիմնական իրանց խնդիրը եկեղեցին, որ պայքարում մեր ազգային հարցերի շուրջ որպես ինստիտուտ, դարավոր ինստիտուտ, երկարատև ամենաուժեղ կառույց, այո, քանդելու վերջացնել, փառք Աստծո չստացվեց, ու վստահ եմ չի ստացվելու, հենց գնա եկեղեցի, էլի մռութներին ուտելու են, էլի նույն պատասխանը։ Ցավալին նաև գիտես որն է, որ տես մեր ամրությունը որն էր, բամ երկու հենասյուն ունենք, չէ՞, բանակը ու եկեղեցին։ Եթե հանում ես յուրաքանչյուր երկրում, եթե հանում ես իրանց կրոնը փաստացի եկեղեցին որպես ինստիտուտ ու հանում ես բանակը, որ անվտանգության երաշխավորն է, տակ այդ երկիր չի մնում։ Պատկերացնում եք հազարավոր ազգեր կան աշխարհում, բայց 200 ու
բանը, չէ, ունեն, որ պետություն ունեն։ Հիմա մենք այդ պետությունը վաստակել ենք, արյամբ եւ քրտինքով։ Հիմա ինքը բանակը եկեղեցու շնորհիվ։ Այդ եմ ասում։ Մեր հենասյուններից մեկը բանակն էր, որը որ 16 թվականին ապացուցեց, որ մենք պատրաստ ենք։ Եղան Ռոբերտ Աբաջյաններ, որ ասեցին դիրքը հանձնողի մերը ու չհանձնեցին։ Հիմա բանակը դարձրել է 1.5 տարի, քանդել է այդ բանակը, ասում են ժամանակ բան ժեշտից բանկեքով այն անտռուսիկ մի հատ Ալեքսանյան վակ կա, ասում է բանակում այն ժամանակ էս չկար, բանակում ոգի կար։ Վայջան կներես էլի այդ 1.5 տարվա հետ կապված Ժորժան եւ այդ բանակի 1.5 տարվա եւ այս թոշակը, որ հիմա պես ընտրակաշարժ ես բաժանում։ Հավատացեք քտնից տա բերելու։ Աստված մի արած ինքը ընտրվի, այս օրենքը փոխվելու է։ Նորից 2 տարի հետո չի գալին կապովի մեր պետության պաշտպանությունը։ 3 տարի չսարքի։ Եվ գումարած դրան էլ թոշակային տարիքը մեծ ռիսկ է որ բարձրացնելու, այսինքն ինքը այս որ անում է, սա ընդհանրապես ժամանակավոր իշխանությունը աթոռը պայելու համար նույնն է քարոշչական նպատակ ուներ, սիրելի քաղաքացիներ ջան, բանակը 1.5 տարի դարձել դա քարոշչական նպատակ ուներ, դա բանակի բարեփոխման հետ բացարձակ կապ չունի։ Հիմա ինձ կասեն, որ էլի ծայրահեղական բաներ է խոսում, որտեղ լնում է կոմենտներում էլ, իդեպ ակտիվ եղեք, կոմենտներում ձեր հարցերը գրեք, հետագայում եթե հնարավորություն լինի, էլի կանչենք։ Կներես էլի, մի հատ որպեսի թեմայից չանցնենք, մտքովս մի բան ասեք, ես հա թոշակների հետ կապված հարց է։ Եթե կհիշեք, մենք հայակվե նախաձեռնությամբ ստորագրավակ էինք անցկացնում, պահանջելով կենսաթոշակները աշունը, նոյեմբեր-դեկտեմբերից 20-ին, պահանջելով կենսաթոշակները 50%-ով բարձրացնել ու հստակ հաշվարկ ունեինք, հստակ որ պետությունը կարա, ինչի հաշվին այո, նաև ճանապարհներ ենք, մեխանիզմներ ենք առաջարկում, այն նույն օրերին մարդ ազգային ժողովում հելավ, ասես չկա պետությունը փող չունի, 10,000 դրամ բարձրացնենք, ինչա լուծելու էդի մեր տատիկ պապիկների համար, իրենք պետք է աշխատեն, ասես մի հատ հերթական հիստերիկ ելույթ ունեցավ, մեկ էլ արի տես ապրիլի 1-ին ընտրությունից 2 ամիս առաջ հանգարց է 10,000 դրամը գտնվեց։ Սա ստի իշխանություն է, սա պատահական չեն ասում մեր գործընկերները, այո, սա ի ստեղծած մամուլի, որ երկար տարի աշխատել է, սանից վերցնելով, գրելով, սրա վրա նյութ գրելով, դրա բանը բերելով ուղղակի պետությունն է դες կառավարում։ Ինքը, հա, պետական կառավարման ինստիտուտը սարքել է իր հայկական ժամանակ, չէ։ Հա, դե գովազդի կարիք չունի, որովհետև բոլորը գիտեն, որ ըստ օդում կախված լուրերի ինքը վերցնում էր գումարը, այս մեկի վրա գրում էր, այս մեկի վրա չէր գրում։ Հիմա ցավը նրանումն է, որ այս ստի իշխանության ղեկավարը նույնը անում է Եվրոպայի, Ռուսաստանի եւ մյուսների հետ այդում է մի բան ընդեղից ասում է, ասեք ինչա պետք, ասեք կանենք Ավինյանը ոնց որ բանա, չէ՞, Համբալսկին մեկը կա։ Հելելա, այդ էլ իդեպ չշեղվենք այս թեմայից, բայց Ավինյանը ինչ որ ես չհասկացա, ինչ էր քաշած ֆորմեր օթում կախված լուրերով Ավինյանը նորմալ, հա, երևի այդ սունկը ինձ թվում է ավելացել է, բաժանել են իրար մեջ ու նաև տեսեք ինչ կա, այն մեր հայրենակիցները, ովքեր որ վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ է, ինչպես է սուսապարկերն են կարծում, չէ՞։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը ունի ինչ-որ թիմ։ Այդ թիմը հավաքել է ինչ-որ մի տեղից, կարծում եմ փաբերից, բերել է, մեկը նախարար է աշխատում, մեկը падգամավոր եւ այլն։ Որ մեկի անցյալը նայում ես, խայտարակություն ունի, հա, առանց կենսագրության, գրածա միջև աշխատել է падգամավոր, մենեջեր, հա, ինչ որ ասես սպասարկման ոլորտի եւ այլն, այսինքն այս անանցյալ մարդիկ մտածում են, որ այս իշխանությունը հավերժ է։ Ուզում եմ ձեզ հիշեցնեմ, նաեւ լինելով հանրապետական, որ մենք էլ ինչ որ մի պահի չէինք սպասում, որ կարողա իշխանություն փոխվի, բայց փոխվեց ու այդ փոփոխությունը բերեց այս խայտարակությանը։ Նենց որ դուք վստահ եղեք, որ ինչ որ մի ժամանակ է գալու, որովհետև յուրաքանչյուր իշխանություն, անգամ ամենալավ իշխանությունը, ամբողջ աշխարհում է դա տարածված։ Հաշվի առնելով, որ նաև մարդիկ են մահկանացուներ, իշխանությունները փոխվում են, բայց այդ պատմությունը հետո ջնջել հնարավոր չի։ Այ ջան, համաձայն եմ քո միանշանակ, բայց այդտեղ մի հատ բայց կավելացնեմ, էլի։ Այստեղ մի հատ խնդիր կա։ Եթե սրանք մնացին իշխանության, կարող է պետություն չունենան, որ իշխանություն փոխվի։ Այսինքն մի քիչ բացառիկ է։ Ես լավատես եմ, ես էլ եմ լավատես։ Մեր տեսակը դեռ կա, այսինքն մենք պայքարում ենք, որ լինի փոփոխություն։ Ու նաև ես պատմությունից եմ վերցնում նայում, որ երբևիցե չի եղել, որ մենք այդ պետությունը չկարողանանք վերաձևակերպենք ունենանք, պայքարի, ինչու՞ չէ, նաև էլի եմ ասում, պատերազմի արդյունքում, այսինքն մենք ունեցել ենք առաջի հանրապետություն, կորցրել ենք, ունեցել ենք երկրորդը, կորցրել ենք էլի մեր խելքից, Նիկոլի պատճառով Նիկոլների եւ այլն։ Ցավոք սրտի նախկինում էլ ենք ունեցել Նիկոլներ։ Հիմա երրորդը, հա, Նիկոլի նման sense նմանատիպ ստոր արարած երևի թե չէր ճարվի, բայց հիմա
Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունն է ձեզ պետք, թե այն 3-րդ հանրապետությունը, որը որ մենք ազատագրական պայքարով սկսված ունեցել ենք, ու այս ամեն ինչի համար ախր ո՞նց եք դուք դեպի Եռաբլուր նայելու, ո՞նց եք այդ ամեն ինչը ուրանալու ու 4-րդ հանրապետություն ստեղծեք, իդեպ ես պետք է ասեմ, որ այդ 4-րդ հանրապետությունը վիլայեթացման մասին է։ Սովետական Հայաստանը ոնց է կար, հանրապետություններ խորհրդամիության կազմում, հիմա եկել Թուրքիայի կազմում վիլայեթ Հայաստանի վիլայեթ 4 հանրապետություն, դե կանոնի ինչ ուզում եք։ Ինքը կասի դե դուք ինքնավար մարզ, չգիտեմ։ Ավելի լավ կապրեք եւ այլն, բայց ով է ասել, որ հայ ժողովուրդը ուզում ավելի լավ ապրի Թուրքիայի ամբողջականության շրջանակներում կամ Ադրբեջանի։ Եթե մենք տենց ուզենք, ի սկզբանե ցեղասպանություն էլ չերնի, որովհետեւ մեր պայքարը քրիստոնյա մնալներ, հայ մնալներ, չէ՞, բա հիմա դուք ոնց եք պատկերացնում, ասենք Նիկոլ Փաշինյանը էլի Աստված մի արած կրկնում եմ, ընտրվեց։ Դուք երաշխավորում եք, որ Սյունիքը չի հանձնելու, ասի այդ էլ մերը չէր, այն ժամանակ, չգիտեմ, ինչ որ մի հատ թուղթ գտնի, դե Ալիևերյան կտա այդ թղթերը, որ Սյունիքը մերը չէր, Գեղարքունիքը մերը չէր, եւ այսպես շարունակ։ Դուք ինչ երաշխիքներ ունեք։ Լավ, այս մարդը 18 թվին խաբել է, 21 թվին խաբել է ու 8 տարի է խաբում է։ Լավ, ոնց կարելի է հավատալ այս մարդուն, էլի ոնց կարելի է հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը բերել է խաղաղություն, եթե 3 պատերազմ բերել է, 3-ում էլ պարտվել է։ Իսկ թվում մի 10-20% է հավատում, մենեն աշճանաբար իրանք չեն հավատա այդ քաղաքացիները։ Ու ախր իրենց թեզերը խայտարակություն է, լավ, իրենց թիմակիցները ասում են, գիտեք ինչ կա, այ որ նախկինները վերադառնան եւ այլն եւ այլն։ Լավ, ասենք էլ ուրիշ բան չկար ասելու, նախկինների վերադարձով սպառնում եք, որ դուք մնաք, որ ինչ անեք։ Լավ, ձեր բանակցածը տենում ենք։ Ինչա ձեր բանակցածը։ Արարատ Միրզոյանը ականջին ասում է, այ գիտեք ինչ կա, թուրքերը սենցն են, էլ ասում է, հա դուք հարցնում եք, բա հարցնում ենք։ Դուք հայ ժողովրդի հետ բանակցել եք, պայմանավորվածությունները լուսաբանել եք, որ գնացել եք Արցախը հանձնել եք։ Դուք 200 կիլոմետր տարածք հայկական օկուպացված ադրբեջանցիների կողմից դուք հայ ժողովրդին 3 միլիոն հայերին հարցրել եք ու մենակ 3 միլիոն հայերին պետք չի հարցնել, չէ՞, որովհետև մեր Սփյուռքը մինչև Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր մեր եւ ներքաղաքական հարցերին, որը իրավունք ունեն, որովհետեւ այդ մարդիկ գնացել են ու ընդեղից ինչքան են, չէ, օգնել։ Մարաթոնները եղել։ Նախինները, այդ ամթոն նախինները իրանց ասած մեծ հայրիկ են թողել։ Միանշանակ ազատ ագրել են, տվել են մեզ կիլոմետր, որ ես ու դու առանց անձնագրում կնիկ խփելու ուր ուզում գնում էինք։ Դրանից իրական Հայաստան։ Սոլակ ջան, այդ նախկիների օրոք Ալիևն ասում էր ինչ ճնշում են, որ ճանաչեմ Արցախի անկախությունը։ 16 թվականին Ռուսաստանին Ալիևը խնդրում էր, որ քառօրյա պատերազմը կանգնեցնեն, որովհետև խնդիր կա։ Ու մեր ժամանակ այդ Իսկանդերը աշխատում էր, այդ ոնց եղավ որ 20%-ով աշխատեց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Լավ, հիմա նախկինները իր ասած թողենք մի կողմ։ Կան ուժեր քաղաքական, Ժորժ ջան, նոր ուժեր կան, գնացեք այդ ուժերին ընտրեք։ Այսինքն եթե նախկիների բանն է հիմա նորից ինքը խաղացնում, կան նոր ուժեր, որոնք երբևիցե իշխանության չեն եղել քաղաքական Հայաստանում։ Գնացեք այդ ուժերի հետևից, դրանց մեկը օրինակ ուժեղ Հայաստանն է։ Ընտրեք, որպեսզի կանեք ժողովուրդ։ Այս հիմա համար ընտրություն չի։ Սա լինել չլինելու սա հանրակրվե է միանշանակ, այսինքն մենք պետք է մի հատ վերցնենք սրանից ու հասկանանք ինչ ենք անում, ինչ ոնց ենք ձևում մեր ապագա համակարգը, ինչ քաղաքական համակարգ ենք ստեղծում։ Սա ընդհանրապես լինել չլինելու հանրակրվե, որ պետք է անպայման մասնակցել։ Սիրելի հայրենակիցներ, ոնց որ ես եմ նայում, նույնիսկ դուք պետք է նայեք, որ եթե ուզում ես ապրես Հայաստանի Հանրապետությունում հայ մնաս, ուրեմն Նիկոլին դեմ պետք է քվեարկես։ Էլի եմ ասում, տարբեր քաղաքական գործիչներ տարբեր մոտեցումներ ունեն, բայց դուք պետք է նայեք այդ քաղաքական գործիչները, մասնավորապես ընդդիմադիրները, ինչ տեսլական ունեն։ Լավ, այդ մարդիկ ուզում են, որ մենք դառնանք Ադրբեջան կամ Թուրքիա։ Նիկոլ Փաշինյանը հստակ ձևակերպել է, որ ինքը ախպերություն է անում, չի նեղվում անգամ, որ իրան թուրք են անվանակոչում, տվ իմ համար դա վիրավորական է, փաստացի, չէ՞, որովհետև ցեղասպանների հետ ինձ համեմատելը իմ համար անգամ բարոյապես վիրավորական է, էլի։ Ու այս ամեն ինչը, որ վերցնում ենք, միացնում ենք, կա երկու բևեռ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է, Հայաստանի Հանրապետությունը չի մնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է, Հայաստանի Հանրապետությունը մնում է։ Անկախ այն քաղաքական ուժից, որ գալու է, պետք է աշխատի, որ այս եղածը պահի։ Ախր մենք սենց խնդիրել ունենք, մենակ այն չի, որ Նիկոլին հանենք ով եկավ, հեսա բան։ Բայց տեսեք, օրինակ ուժեղ Հայաստանը իր տեսլականը ունի, չէ, ասում է 300,000 ադրբեջանցիների փոխարեն 300,000 աշխատատեղ ստեղծենք։ Լավ, լուրջ գետ մեկ հայ կա,
որին որ ես չեմ ճանաչում, որ համաձայն չի, որ 300,000 ադրբեջանցիների փոխարեն 300,000 աշխատատեղ ստեղծվի։ Ոնց կարելի է չհամաձայնվել։ Ոնց կարելի է չհամաձայնվել, որ Նիկոլ Փաշինյանը գնա, որ էլ մարդ չմեռնի, որ էլ տարածքներ չհանձնվի, ու մենք փորձենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ստեղծենք այն պետությունը, որը որ ունեցել ենք մինչև 18 թվական։ Հիմա կասեն անբարոյականության վրա ինչքան կարելի է անում, որ գիտեք ինչ կա, մենք գնում ենք դեպի Եվրոպա։ Նախ Եվրոպան մեզ չի սպասում։ Դա մեկ։ Երկրորդ կներես որ թվականից է, այդ մարդիկ ովքեր հավատում են մեր Եվրոպա գնալուն, թող բացեն մի հատ պատմություն այն Վրաստանը որ թվականից է գնում Եվրոպա։ Ինչ եղավ Վրաստանի հետ։ Խնդրեմ։ Ու այն եվրոպացիները չեն, որ 18-ից 20 թվականները Կիլիկյան Հայաստանը ինչ եղավ։ Ֆրանսիացիները որտեղ մնացին, նավատորմը ուր է, չկա, չէ։ Հիմա այդ նույն Մակրոնը, որը որ փաստացի ոչ մի երաշխիք իրանց չի ներկայացնում։ Եթե մենք վերցնում ենք հավաքական արևմուտքը, այս տարածաշրջանի նաև ռազմական երաշխավորը, հա, Թուրքիան է, չէ։ Բայց եթե մենք գնում ենք դեպի արևմուտք, մեր հարևան ցավոք սրտի պետությունը Թուրքիան, ով երաշխավորն է հավաքական արևմուտքի դաշնակիցն է, արևմուտքի դաշտ։ Այսինքն մեզ թուրքերը պետք է պաշտպանեն իրենցից, հա, սենց է էլի դուրս գալ, այսինքն թուրքերը ոնց որ Նիկոլն ասում, մեզ անվտանգության խնդիր չունենք, մենք գնում ենք խաղաղության։ Բա լավ, Աստված մի արած, թե եթե անվտանգության խնդիր առաջացավ, մենք թուրքերին խնդրելու ենք, որ մեզ պաշտպանի իրենցից, լուրջ դուք այս սկզբունքով ուզում եք Նիկոլ Փաշինյանին թողեք իշխանության ու ընդհանրապես պաշտպանի եւ Ինդոնեզիայից էլի, չգիտեմ, ինչ կամ չգիտեմ, Տրամպը ասում է Ադրբեջանի նախագահ Ալիևը, մեկ ասում է Ալբանիայի, չէ՞, նկատել եք, չէ՞, մեկ էլ ասում են another guy, ինչ որ մի հատ տղա երեք է, ինչ որ բան է։ Իմ կարծիքով գնաց է խնդրել է Տրամպին, ասել է արի մի հատ ֆոտո ունենանք, ես գնամ այնտեղ ընտրվեմ, հետո ինչ ուզեք կտամ։ Միանշանակ հիբրիդային պատերազմներից են խոսում ամեն օր, չես հասկանում այդ ինչ է, տերմինը որտեղից են վերցրել, ամբողջ արևմուտքը Թուրքիան, Ադրբեջանը, այս ընտրական գործընթացի վրա ազդեցություն ունի, իրանք կենտրոնացել են, չգիտեմ, ինչ որ ուժեր, բան անհասկանալի, բան ակնհայտ Թուրքիայի, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ նպաստում է նրան, որպեսզի ինքը ընտրվի։ Ուրիշ բան տերում է։ Պետք է թարմացնեմ մեր հայրենակիցների հիշողությունները, որ եւ Էրդողանը եւ Ալիևը ասացին, որ մենք օգնել ենք 18 թվականին ուղիղ Նիկոլ Փաշինյանը գա։ Հիմա, եթե ինչ-որ մի բան ուզում են թուրքերը եւ ադրբեջանցիները, կարա հայանպաստ լինի, չի կարող։ Բայց իրենք ողացել միջամտել են մեր պետության ներքին գործերին, համադրությունն է խախտվել, ինքնիշխանությունն է խախտվել, ուր են։ Տեսեք, իրանք ասում են, ռուսամետները եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, բլոգերը ադրբեջանցի կոչ անում, այդ տեսանյութը կա, ես ամեն անգամ թարմացնում եմ կոմենտներում, որպեսզի այն հայրենակիցները, իդեպ կոմենտները մեկ ասում է, դա իրականություն չի, դրել եմ, լայքել է, էլ բան չի գրում։ Կամերան ռազմավարը ինչ է, մեկը կա, մի հարմարը կա։ Ասում է դուք ընտրեք Նիկոլ Փաշինյանին, որ մեր մեջ ախպերություն լինի, խաղաղություն լինի, ու այնտեղ դրած Սամվել Կարապետյանին մինտրեք եւ այլն։ Հիմա մեր հայրենակիցներին ուղակի կոչ։ Ինչ ուզում են թուրքերը, դրա հակառակն է պետք անել։ Ում դեմ են թուրքերը, ուրեմն իրանք են հայամետ։ Ոստեղ ընդհանրապես էական չի։ Ասում են, գիտեք ինչ կա, ռուսների հետ են ուզում ախպերություն անեն եւ այլն։ Ես նաեւ մեկը պատմական ակնարկ, ես այս վերջերս այսքան չէի խորացել, բայց մենք սովետական միության կազմում հայտնվել ենք 700,000 բնակչությամբ, սովետական միությունից մենք դուրս ենք եկել, անկախացել ենք 2.7 միլիոնով, մոտավորապես 3 միլիոնով, կանոնավոր բանակ են կարողացել ստեղծել, ազատագրել ենք Արցախը, ունեցել ենք կրթական ոլորտում ամբողջությամբ կանոնավոր համակարգված, Էլ չեմ ասում մեր հայրենակիցների այն կենսամակարդակը, որ այն ժամանակ չի եղել սոված մարդ եւ այլն, չէ՞, Ռուսաստանին լիքը հարցեր կա տալու, ինձ թվում է այդ հարցը պետք է տա լեգիտիմ իշխանությունը, ոչ թե թուրքերի կողմից դրված իշխանությունը, բայց ես ուրիշ հարցերը ուլտիմատումներ Այո, քո հետ լրիվ համաձայն եմ, ես կնեք, Երևանը մենք շրջում ենք։ Երևանը որպես քաղաք, երբ է դարձել քաղաք։ Ճարտարապետական տեսանկյունից համալիրն ու մետրոն որտեղից Խորհրդի միության ժամանակաշրջան, այսինքն պետք չի այն որ խնդիրներ կան, պետքա լուծել, դա միանշանակ է, բայց պետք է պատմություն ունենալ։ Տես, Ցոլակ ջան, յուրաքանչյուր ընտանիքում, ընտանիքի անդամների մեջ էլ է, չէ՞, լինում տարաձայնություններ, մեկը ուզում է, օրինակ, չգիտեմ, ինչ որ X գույնի դուռ, այն մեկը Y, չէ՞։ Այդ տարաձայնությունները լուծվում է։ Հիմա սա մեր պետությունը մի մեծ ընտանիք է, որտեղ կարող է տարաձայնություն լինել հարևանների հետ, չէ՞, նաև դաշնակիցների։ Պարզ է, չէ՞, որ կարա լինի խորքային խնդիրներ եւ
թռուցիկ ինչ որ խնդիրներ, որոնք լուծելի է։ Հիմա Ռուսաստանի հետ յուրաքանչյուր խնդիր լուծելի է։ Թուրքերի հետ խնդիրներ կա, որ լուծելի չի, որտեղ իրանք մեզ կոտորել են ու ցեղասպանել են։ Ադրբեջանցիների հետ լուծելի չի, որովհետև իրենք 23 թվականին կրկնել են այդ ցեղասպանությունը Արցախում։ Բայց ասենք նաև մի թեզ են օգտագործում, ինչ են երրագլուխ, եսի մի վիշապ թե ինչ բաներ են հորինե հեքիաթային բանից։ Ախր դևը ինչից է խոսում, չէ՞։ Մարդակեր դևը խոսում է երրագլուխ։ Այսինքն մարդկանց հերթական անգամ խափում, որ իբր այս ուժերը ցանկանում են պատերազմ, խաղաղության դեմ են, պաշտոնապես հայտարարում եմ, ուժեղ Հայաստանն է վանից, խաղաղությանը որևիցե մեկը դեմ չի, մենք էլ ենք ձգտելու խաղաղության, որտեվ այո, խաղաղության միայն կանանք ուժեղացնենք մեր երկիրը, հզորանանք, որտեվ ոչ մեկ չի ցանկանում զոհվել, մենք էլ չենք ուզում զոհվել, ցավում ենք բոլոր զոհերի համար, որ տարավ 3800, հա, նեղանում է որ 5000 կարծես տարբերություն ինչ կա 3800 կարելի է։ Կարծես այդ անհետ կորածներին գտել են, կարծես գերիներին վերադարձրել են։ Իդեպ նաև հիշողության թարմացում։ Ինչ որ մեկը մոռացել է, Հերացի փողոցի վրա հիվանդանոցի կներեք 1000 անգամ մեշոկի մեջ մեր եղբայրների մարմինները մոռացել է։ Այդ տիկինը նախարար աշխատում, մինչև հիմա իրանց երրորդ համարն է, ամբողջ օրը պարում է։ Չգիտես երևի լուծել է այդ հարցերը, հիմա պարելու ժամանակ։ Հիմա լավ, դուք այդ մոռացաք։ Կորոնավիրուսի 10000 զոհվածներին այդ կոտորածը, այդ էլ է, կոտոր, ախր ցոլակ ջան, մեր 3 միլիոնոց երկրում յուրաքանչյուր մեկ մարդ համալիրի նկարը հիշում ես, այ ջան։ Ընդհանրապես մի հատ պետք է հիշեցնել համալիրի նկարը ցույց տալ։ Աշխարհի որո երկրներում այդ վիրուսը կար, բայց այնց խայտարակություն, որ պատրաստում էին անել, ոչ պիտի չի եղել։ Էս է սրանց կառավարման ձևը, էս է սրանց։ Եթե մենք վերցնենք մի քանի նկարով, մենք կարանք վերցնենք մեր զոհված զինվորների մարմնի մասունքները, Եռաբլուրում իրենց ծնողներին ծեծող բերետների նկարները, Արմեն Գրիգորյանը ասեց Տիկին Գոհարին ոնց էին հանում Տիկին Գոհարի Եռաբլուրից էլի անամոթ։ Հիմա Արմեն Գրիգորյանը դատանի դահլիճում սպանվեց, ինքը ինչ էր ասում էր Նիկոլին հանեք, որ մարդ չմեռնի, էլ ասեց Սոնա Մնացականյանի նկարը, չէ, ու սենց կարող ենք մենք ցանկը ցավոք սրտի շարունակել, գրեթե անվերջ է, ու դուք պատկերացնում եք, եթե այս 8 տարիների մեջ, այս 8 տարիները, որ կա, որ մենք այս ապրումները ունեցել ենք, այս աղետները, որ բերել է, լավ, հաջորդ 5 տարիների ընթացքում պատկերացնում եք Նիկոլը ինչ է անելու։ Պատկերացնենք, հստակ չի լինի դա, կճանապարհենք լինենք, լավատես լինենք։ Իդեպ տեսեք, սիրելի հայրենակիցներ, կրկին մենք ամեն անգամ այդ կոչը անելու ենք մինչև հունիսի 7-ը։ Պետք է գնալ ընտրություններին, նախ ամենակարևոր նախապայմանը։ Խնդրանք որպես վերցրեք, կոչ որպես վերցրեք, ընտրեք ընդդիմադիրներին։ Յուրաքանչյուրը ում նախընտրում է, ում տեսլականը նախընտրական ծրագրերը կա, վերցրեք, այս մարդիկ առաջարկում են 300,000 աշխատատեղ, առաջարկում են բավականին լավն է, որտեվ ես մասնակից Իսկ կներեք այն մարդիկ սահմանադրությունը խախտելով առաջարկում են կաթողիկոսի փոփոխություն, որը ուղիղ հակասում է Հայաստանի սահմանադրությանը։ Պետությունը չի կարա միջամտի եկեղեցու ներքին գործեն։ Եվ որոշեք, ում եք ընտրում Ժորժ ջան, սահմանադրությունը խախտողին, թե նոր աշխատատեղ բերողին։ Ու դա նաև ինչ խորքային բան ունի, դա սպառնալիք է։ Եթե սահմանադրությունը Նիկոլը խախտում է, պայմանականորեն եկեղեցու հետ կապված, նույն սահմանադրությունը խախտելու է, ձեզ տանելու է կոտորի, սպանի կամ սարքի տուգանքի, լավագույն դեպքում տուգանքի մատերիալ, չէ՞, որովհետև ինչպես նկատել եք, գնաճը Հայաստանում կա ու շարունակվում է։ Ինչպես նկատել եք, դուք ուղակի տուգանքի մատերիալ եք, ոչ մի բան հաշվի չեն առնում։ Սոցիալական ոչ մի ծրագիր չեն արել, ոչ մի սուբսիդիա չկա։ Գնում են մարզեր, մարդկանց խափում են, ասում են կանենք։ Ախպեր 8 տարի ախի չէի կանում։ Այդ ոնց եղավ, որ հիմա ակազվեցա գյուղատնտեսության նախարարությունը չկա, բայց էկոնոմիկային նախարար ունենք, ով 5 լիտր բենզինը չի կարում 540 դրամով բազմապատկի կամ 480։ Եթե այս մարդը հասարակ հաշվարկ չգիտի, որտեղից ձեզ հետագա ընթացքում պետքա սուբսիդիաներ կա, թվերը չգիտի, չէ՞ այս մարդը։ Ու մեր սիրելի հայրենակիցներ ջան, մեր հայ